հայինել են զանգե, ասացին ոստիկանություն զանգեք, թեժ գիծը երրորդ օրն է, ոչ մեկ չի զանգե, օմբուդսմենին ենք զանգե, օմբուդսմենը հեռախոսը համար տվյալներ վերցրեց, բայց ոչ մի զանգ, ոչ մի բան այսօր չկա, այսինքն եթե թեժ գիծ է, ինքը ինչքան ժամանակում պետք է պատասխան տա, տները բլվի մարդկանց նոր զանգեն, հա, կամ մի ամսուց որ վերջացնեն սա, դա հարցը, այսօր ոչ մի բան չի աշխատում էլի Հայաստանում, նույն բանին էլ ենք զանգե, վարչապետի ադմինիստրացիայել եմ զանգե, ասաց վարչապետը այսօր չունի ընդունելություն, այսինքն քաղաքացին ոչ վարչապետի մոտ կարա գնա, ոչ քաղաքապետարան կարա մտնի, ոչ միտեղ չի կարա գնա, դա ուրիշ բան չունեմ ասելու։ Այսինքն ձեր խնդրին ոչ մի կերպ չեն փորձում լուծում տալ։ Ոչ թե լուծում, չեն էլ զանգել, լուծումի մասին խոսքը չի, ուղղակի զանգեն հարցնեն։ Ուրիշ ինչ եք պատրաստվում անել բացի բողոքի ձայն բարձրացնել։ Դե վերջի ձևը այնա, ոնց որ հասկանում ենք, պետք է ինչ-որ էքսպերտ գտնենք, որ ինքը նայի ու բռնի այդ ինչ պատճառներով է, թույլտվությունը ով է տվել։ Այսինքն սա պարզ է, որ ինչ-որ կոռուպցիային խնդիրներ է այստեղ առաջանում։ Բայց դա մենք պետքա, մարդիկ պետքա գտնեն, ոչ թե համապատասխան բաժիններն են աշխատում, սովորական ժողովուրդն է դրանով զբաղվում։ Դա խնդիրը։ Գործը թողած, տուն թողած եկել ենք այստեղ, ինչի համար, որտեղ անհանգստություն ունենք։ Բայց ինստիտուցիոնալ որևէ համակարգ չի աշխատում։ Հարցերը չէ, ինստիտուցիոնալ պետք է լուծվեն։ Ուր է այդ։ Մենք հպարտ քաղաքացի ենք, չէ՞ այս երկրի։ Ինչքան ժամանակ է որ խնդիրը առկա է տների հետ կապված։ Ես վաղուց մենք բողոքել ենք դրա շուրջ։ Ինչքան ժամանակ, երբ ենք բողոքել, ասեք։ Երբանք ենք բողոքել։ Քանի տարի է բողոքել։ Տարիներ է, մինչև սկսել է։ Հիմա արդեն 2 շաբաթ կա, որ սկսել, թե մի շաբաթ։ Առաջի շաբաթ։ Չի լրացել մի շաբաթը։ Արդեն սկսել են սարքել։ Ընդհանրապես 4 օր է որ որևէ մեկին չեն հարցել է ժողովրդից։ Այսինքն ձեր թույլտվությունը չունեն։ Ձեր թույլտվությունը ընդհանրապես չեն հարցրել, որևէ բան չեն հարցրել։ Քանի անգամ բոլոր մարդիկ անհանգստացած են դες դրա համար։ Այս այն մարդիկ են, ովքեր կարողացել են գալ, բայց ամբողջ 4 շենքերի բնակիչները բոլորը միաձայն ստորագրել են։ Ինչ եք էլ պատրաստվում անել։ Ինչ եք ուրիշ պատրաստվում անել։ Ոչ չգիտեմ այդ։ Ես որ իմանայի լավ կլներ իմանայինք ինչ պետք է անենք, որ այսպես չի լավ կլներ։ Ես իմ աշխատանքին եմ գալիս եմ տուն, տեսնում եմ սենց վիճակա, դղրդոցներ, ով է գարանտիա տալու, որ այդ շենքերը վթարային չեն դառնալու։ Դրանց փորում են բազատը, արդյոք այդ թույլտվությունները կա, արդյոք ճիշտ է դա։